Շատ կարևոր է։ Շատ կարևոր է եւ մեր պետության պետականության համար կարևոր, որ ձայն չի, ճշմարտության ձայն չի, եւ նաեւ ինչ-որ իմաստով հոգեվորականությունը մի տեսակ այսպես որպես աջակցություն ճշմարտության դեպքում ճնշումները, որոնք անմարդկային են եւ կարծում կարիք կա, որ մեր հատկապես քաղաքացիական հայտնության քաղաքական դաշտի նաեւ կարևոր ազդեցիկ դերակատարները իրենց հստակ որոշումը արտահայտեն, որտեղ այստեղ նաեւ սահմանադրության եւ սահմանադրականության խախտման կապված հստակ դրսևորումներ կան մեր երկրում պատահական հանուր իրավիճակի կապված մշակումների տեսնում կապված ազատ տեղաշարժի, բանկերի սեփականության, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, ազատությունների եւ հատկապես կառուցակարգային իմաստով եկեղեցի պետություն կամ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանություններ այդ ուրեմն միջամտությունների առումով որպես մենք կարողանանք ավելի Դուք ասում եք, որ նման հանրային քննարկումների ակցիաների մեջ եկեղեցին ինքը ինչ կողմ պետք է անի արդյոք, որ Փաշինյանը ինչպես իրավարարում ասած չհասնի բևարան բնից ազատելու համար։ Եկեղեցու քայլերը դրանք արվում են ժողովական ձևաչափով, եպիսկոպոսական մակարդակով, մակարդակով, միաբանական ժողովի մակարդակով, թեմերում քահանաներից ժողովական մակարդակով եւ նաեւ հայտարարությունների Այն քայլերը չի կարող, թե չի ուզում, թե պատրաստ չէ, եթե նկատի ունեք, որ հանրահավաքել է մանիֆեստացիաներ, մի րոպե կցանկանանք իմանալ, այ դուք ասում եք անմարդկային ճնշումներ կան, հիմա եկեղեցու նկատմամբ, այ եկեղեցին ներսից որքանով է միասնական, քանի որ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Արարատում է մասնակցելու պատարագի եւ այնտեղ քահանան, մյուս քահանան, այսպես պատարագ է մատուցելու, այսինքն այս հարցում ինչ որ տարակարծություններ կան եկեղեցու ներսում։ Տեսեք, եկեղեցու հանդեպ ճնշում չասեմ, բայց բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ որ սկսվել է։ Դրա գաղափարական նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ սեմինարների, տարբեր կազմակերպությունների, մարդկանց ուրեմն մտածողությունը փոխելու, այդ գործընթացը վաղուց է մենք միշտ նկատել ենք եւ փորձել ենք ինչ-որ իմաստով հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունը ամենից մոլորվել է։ 18 թվականից այսօր արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ, որոշակի օրենքների փոփոխության, որոշակի սահմանափակումների վերջի տարիներին հատկապես արցախյան ուրեմն պատերազմի պարտությունից հետո եւ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք արդեն արճակատում սկսվեց եւ այս իմաստով մենք ունենք եպիսկոպոսական դաշտ, մենք ունենք միաբանություն մարդապետի Աբեղանը եւ ունենք 700-ի հաստատապես հոգեվորականություն։ Այդ հոգեվորականների մեծ մասը ծառայում են Հայաստանից դուրս։ Այսինքն այն ինչ որ դուք տեսնում եք 1, 2, 3 քահանա եւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների այսպես ասած ոչ հստակ պահանջ կամ ոչ քննադատական
ելույթներ վերաբերում իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, պատկերը սա է, դուք գնահատեք միասնականը թե ոչ։ Բայց ամեն դեպքում մայրաթոռում հավաքը կարծես թե տեղի է ունենալու, ինչպես Փաշինյանն էր ասել մայրաթոռի հարակից տարածքում, որտեղ ասաց, որ Էջմիածնի ընտրություններում հաղթելը կարծես ազդակ էր, որպես իրենք այդ գործընթացը սկսեն։ Ամեն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որի 1/3-ը հոգևորականներ են, 2/3-ը աշխարհականներ են։ Ազգային եկեղեցական ժողովը ձևավորվում է Հայաստանի եւ Սփյուռքի, այսինքն հայ առաքելական սուբեկերեցու Էջմիածնի թևի բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից, որի մեծագույն մասը դրսից է։ Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, դա իմ գնահատմամբ ուրեմն մանդատի չարաշահում է։ Լավ, որտեղ Էջմիածնում նստող գահակալը հայաստանցիների կողմից չէ տրված, եւ միայն Հայաստանի թեմերից չէ տրված։ Երկրորդը, այդ աշխարհականներն են, որ գալիս են, նրանք գալիս են, որովհետեւ իրենք թեմ են ներկայացնում եպիսկոպոսի գլխավորությամբ։ Այսինքն, եթե չկա եպիսկոպոս, չկա թեմ։ Եվ չկա այդ ժողովուրդը, որ ինչ-որ իմաստով ժողովրդավարության պատկեր է տալիս, որտեղ ուրիշ եկեղեցիներում, հատկապես օրթոդոքս աշխարհում, կաթոլիկ աշխարհում լավ գիտեն, գահակալների ընտրությանը ժողովուրդը չի մասնակցում, մասնակցում են զուտ հոգևորականները։ Լավ, մեր եկեղեցին այդ առումով որոշակի այսպես ժողովրդական բնույթ ունի։ Հիմա, եթե Հայաստանը ներկայացնող իշխանությունը հավակնում է հայ առաքելական սուրբ եկեղեցին, որը Փառք Աստծո պատմության բերումով գահը Էջմիածնում է, այսինքն այսօրվա անկախ Հայաստանի տարածքում է։